Ժողովուրդը գրում է. այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է Տաշիր ընկերությունների խմբի խորհրդի նախագահ բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը։ Սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։ Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման մաքրել է Սամվել Կարապետյանի վրայից, թողնելով միայն արտահայտած կարծիքն ու մեր ձևովի միտքը։ Քննություն որպես այդպիսին չի տարվում։ Բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։ Առաջիկա երկուշաբթի ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊՀ-ական Ռոմանոս Պետրոսյանը հեծի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում հեծ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Խազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը։ Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից։ Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է եւ ոմանք սկսել են թաքցնել ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը։ Իրավունքը գրում է. Փաշինյան Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել մարզպետների վրա։ Մասնավորապես նրա թիրախում են հայտնվել որոշ մարզպետներ, որոնք, ինչպես աղբյուրն է ասել, ՔՊ-ի խնդիրներին չեն արձագանքում, հանրային ակտիվությունը ցույց չեն դնում։ Ըստ նույն լուրերի, Փաշինյանի թիրախում առաջիկայում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները։ Իրավունքը գրում է. շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը մինչ նշանակվելը լուրջ խոսակցություն է ունեցել հոր հետ։ Ասել է, որ իրեն նշանակում են մարզպետ, իսկ ինքն իրենց ռեսուրսները պետք է մոբիլիզացնի 2026-ի ընտրություններին 100% ձայն ստանալու համար։ Դու պրոբլեմ չունես, հերդ մեջքի տա, ասում են վստահեցրել է մարզպետի հայրը, Ջերմոգրուպն ընկերության հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը։ Հրապարակը գրում է. մի քանի օր է ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին մի Պարման Թաթոյանի դեմ։ Թերթի տեղեկություններով իշխանական թիմին հրահանգ է իջեցվել օրորոցում խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ։ Կարևոր չէ թե այդ ուժն ինչ շանսեր ունի։ Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է ՔՊ հրետանին։ Բացի այդ, 2026 թվականի ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին։ Եթե հնարավոր է ազատվել նրանցից, եթե ոչ հնազանդեցնել հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։ Ժողովուրդը գրում է. այս տարվա հոկտեմբերի 1-ին ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետևանք չի մնացել։ Դատախազությունը գործի է անցել։ Երեկ հայտնի դարձավ, որ դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե իրավական գնահատման նպատակով։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։